Բարի գալուստ բուժատետեր, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք նշել, թե որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Հարգելի հետևորդներ, այս թողարկմանը խոսելու ենք խոզի սալի եւ դրա զարմանալի օգտակարության մասին։ Խոզի սալը բնական ենթամաշկային ճարպ է, որը չափավոր օգտագործման դեպքում համարվում է օրգանիզմի համար ուշադրություն անփոխարինելի էներգիայի եւ օգտակար թթուների աղբյուր։ Այս թողարկմանը կխոսենք խոզի սալի օգտակար հատկությունների, հակացությունների, ինչպես նաև դրա վերաբերյալ տարածված միֆերի եւ իրականության մասին։ Խոզի սալը մարդկությանը հայտնի է հազարավոր տարիներ։ Շատերը կարծում են, թե խոզի սալի հայրենիքը Ռուսաստանն է կամ Ուկրաինան, սակայն հնեաբանները պարզել են, որ խոզի ենթամաշկային ճարպը աղ դնելու եւ պահպանելու գաղտնիքները դեռևս 3000 տարի առաջ հայտնի են եղել հին Հռոմի տարածքում։ Այն ժամանակ սալը համարվում էր էժան, բայց շատ սննդարար սնունդ ստրուկների եւ բանվորների համար, ովքեր ծանր ֆիզիկական աշխատանք էին կատարում քարհանքերում։ Մեկնաբանությունների հատվածում անպայման նշեք, արդյոք սիրում եք խոզի սալ, թե ոչ։ Բացառիկ փաստ։ Խոզի սալը օժտված է մի յուրահատուկ հատկությամբ։ Այն ընդունակ չէ իր մեջ կուտակել ռադիոակտիվ նյութեր եւ ծանր մետաղներ։ Ի տարբերություն կենդանի ու մյուս օրգանների, ենթամաշկային ճարպային շերտը գործում է որպես յուրօրինակ կենսաբանական զտիչ, ինչը այն դարձնում է էկոլոգիապես ամենամաքուր մթերքներից մեկը։ Խոզի սալի օգտակար հատկությունները, ինչու է այն մեր օրգանիզմին այդքան անհրաժեշտ։ Չնայած սալը 100%-անոց ճարպ է, այն կառուցվածքով ավելի մոտ է բուսական յուղերին, քան կենդանական այլ ճարպերին, օրինակ տավարի, մսի յուղին։ Արախինոդաթթվի պահեստ։ Կա մի հազվագյուտ ճարպաթթու, որը կոչվում է արախիդոնաթթու։ Սա հազվագյուտ, անփոխարինելի ճարպաթթու է, որը չկա բուսական յուղերի մեջ։ Այն չափազանց կարևոր եւ օգտակար է սրտի մկանի աշխատանքի, հորմոնների արտադրության եւ մեր ուղեղի բջիջների թարմացման համար։ Խոզի սալի կանոնավոր օգտագործումը մեզ կօգնի ավելի լավ կենտրոնանալ, պահպանել ուշադրությունը։ Հաջորդը լյարդի եւ լեղապարկի շարժիչ։ Առավոտյան կերած մի փոքր կտոր սալը ստիպում է լեղապարկին ակտիվորեն կրճատվել եւ արտազատել կուտակված լեղին։ Սա կանխում է լեղաքարային հիվանդությունների առաջացումը, բարելավում է մեր մարսողությունը։ Հաջորդը ճարպալույծ վիտամիններ։ Սալը հարուստ է A, D, E եւ K երկու վիտամիններով։ Առանց առողջ ճարպերի այս վիտամինները պարզապես չեն յուրացվում մեր օրգանիզմի կողմից։ Հաջորդը իմունիտետի հզորացում ցրտին։ Ձմռանը կամ թույլ իմունիտետի դեպքում սալը օգնում է օրգանիզմին տաքանալ եւ պաշտպանվել վիրուսներից։ Այն պարունակում է նաեւ սելեն, սա հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է մեր բջիջները ծերացումից։ Սելենը, ինչպես հայտնի է, ունի համակարգային նշանակություն մարդու օրգանիզմի համար։ Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում սալը ուտել սխտորի հետ, որը նույնպես հարուստ է սելենով։ Միաժամանակ կարելի է պնդել, որ սալի հետ լավ է համակցվում հում բանջարեղենը եւ կանաչին, հատկապես համեմը եւ դրա սերմը, որոնք նույնպես սելեն են պարունակում, նաեւ արևածաղկի յուղը կամ խնձորի եւ խաղողի քացախը, սև հացը։ Թոքերի պաշտպանություն։ Թոքի բջիջների թաղանթները մեծամասամբ կազմված են ճարպերից։ Սալի օգտագործումը օգնում է մեր շնչառական համակարգին ավելի հեշտ պայքարել հազի բրոնխիտի դեմ։ Խոսենք խոզի սալի վերաբերյալ միֆերի եւ իրականության մասին։ Եկեք հասկանանք, թե որոնք են տարածված սխալ պատկերացումները։ Առաջին միֆը այն է, որ խոզի սալից մարդիկ արագ գիրանում են, քանի որ այն չափազանց կալորիական է։ Այժմ իրականություն է։ Մարդիկ գիրանում են ոչ թե սալից, այլ դրա քանակից եւ սխալ համադրությունից։ Օրինակ, երբ ուտում են սպիտակ հացով եւ մեծ քանակությամբ։ Օրական 20-30 գրամ սալը երբեք չի վերածի ավելորդ քաշի, այլ ընդհակառակը այն կօգնի նիհարել, որովհետև խոզի սալը չափազանց լավ է նյութափոխանակության համար, այն կարգավորում է մեր մարսողությունը, կանխում փորկապությունը, օգնում մեր աղիներին ավելի լավ գործել, հետևաբար նաև այն կօգնի ազատվել ավելորդ քաշից։ Հաջորդը, սալը բարձրացնում է խոլեստերինը եւ խցանում մեր անոթները։ Իրականությունը, սալի մեջ եղած օլեինաթթուն եւ արախիդոնաթթուն ընդհակառակը օգնում են մեր լյարդին մաքրել անոթները վատ խոլեստերինից։ Անոթները խցանում են տրանսճարպերը, չիպսերը, մարգարինը, շաքարի ավելցուկը, այնպես որ իրականում սալը օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, այնպես որ չտարվեք տարածված սխալ մեկնաբանություններով, ընդհակառակը ձեր սննդակարգում ավելացրեք խոզի ճարպ։ Հաջորդ, երրորդ միֆը։ Տապակած սալը, խարխռուն ճարպը, նույնպես օգտակար է։ Իրականությունը, ոչ, ամենաօգտակար իրականում պարզ ձևով աղադրած չեփված սալն է։ Ուժեղ տապակելի սալի մեջ եղած օգտակար թթուները քայքայվում են եւ կարող են առաջանալ վնասակար նյութեր։ Եվ վերջին միֆը, սալը ծանր սնունդ է եւ դժվար է մարսվում։ Իրականություն, խոզի սալը հալվում է մարդու մարմնի ջերմաստիճանում, մոտ 30 աստիճան Ցելսիուս, ինչի շնորհիվ այն շատ հեշտ եւ գրեթե ամբողջությամբ յուրացվում է մեր աղեստամոքսային համակարգի կողմից։
Այժմ խոսենք վտանգների, հակացուցումների մասին եւ նշենք չափաբաժինը։ Չնայած իր բոլոր հրաշալի հատկություններին, սալը դեղամիջոցի նման է։ Չափից շատ օգտագործելու դեպքում այո, այն կարող է վնասել։ Ում է հակացուցված կամ խիստ սահմանափակված խոզի սալը։ Առաջին սուր պանկրեատիտ ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Ենթաստամոքսային գեղձ այն օրգանն է, որը արտադրում է ճարպերը մարսող ֆերմենտներ, լիպազա։ Բորբոքված ժամանակ գեղձը չի կարողանում հաղթահարել նման խիտ ճարպային ծանրաբեռնվածությունը, սա էլ կարող է բերել սուր ցավերի եւ վիճակի կտրուկ վատ թարացման։ Երկրորդ հակացուցումը լեղաքարային հիվանդություն։ Սալը օժտված է շատ ուժեղ լեղամուղ հատկությամբ։ Եթե մարդու լեղապարկում կան քարեր, սալ ուտելուց հետո լեղապարկը սկսում է ուժգին կրճատվել, եւ սրա հետևանքով քարերը կարող են շարժվել, փակել լեղածորանը եւ մարդուն հասցնել վիրահատական սեղանին։ Հաջորդը լյարդի ծանր խանգարումներ, լյարդի ցիրոզի, սուր հեպատիտի կամ ճարպային հեպատոզի, լյարդի ճարպակալման ծանր փուլերում օրգանիզմը այլևս ի վիճակի չէ ճիշտ վերամշակել կենդանական խիտ ճարպերը։ Եվ վերջում ստամոքսի եւ 12 մատի աղիքի խոցի սրացում։ Սուր շրջանում ցանկացած ծանր կամ աղի սնունդ կրկրում է ստամոքսի լորձաթաղանթը։ Թաքնված վտանգներ, ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Նույնիսկ եթե դուք չունեք վերը նշված հիվանդությունները, սալի սխալ օգտագործումը կարող է ձեզ վնասել։ Աղի մեծ քանակությունը։ Խոզի սալը գրեթե միշտ պատրաստվում է մեծ քանակությամբ աղով։ Աղը կլանում է ջուրը եւ պահում օրգանիզմում։ Սա բերում է երակների սեղմման, արյան ճնշման բարձրացման եւ առավոտյան ատուցի, հատկապես աչքերի տակ եւ ոտքերին։ Երիկամային խնդիրներ ունեցողները պետք է զգույշ լինեն։ Տապակելու եւ խորովելու վտանգը։ Երբ սալը տապակում ենք մինչև չորանալը, օրինակ կարտոֆիլ ենք տապակում դրա մեջ, բարձր ջերմաստիճանի տակ եղած բոլոր օգտակար թթուները վերածվում են վրանսակար տրանսճարպերի եւ կանցերոգենների։ Տապակած սալը ծանրհարված է սրտանոթային համակարգին եւ ստամոքսին։ Հաջորդը մակաբույծների վտանգն է՝ տրիխինելոզ։ Եթե սալը գնվել է չստուգված վայրերից կամ վատ է աղտերվել, դրա մեջ կարող են լինել վտանգավոր մակաբույծերի թրթուրներ։ Ի տարբերություն մսի, սալը հաճախ ուտում են առանց ջերմային մշակելու, եփելու, ուստի պետք է գնել միայն անասնաբուժական ստուգում անցած մթերք։ Եվ ճիշտ չափաբաժին, որքան ուտել առանց վնասի։ Որպեսզի սալից ստանաք միայն օգուտ, պետք է հետևել առողջապահական հետևյալ չափանիշներին։ Եթե դուք նստակյաց կյանք եք վարում, ապա օրական 15-20 գրամ։ Սա մոտավորապես լուցկու տուփի կեսի չափ մի կտոր է։ Այս քանակը լիովին բավարար է ուղեղի եւ հորմոնալ համակարգի աշխատանքի համար, բայց չի ծանրաբեռնում օրգանիզմը։ Ակտիվ մարդկանց եւ մարզիկների համար օրական 30-40 գրամ, քանի որ նրանք ավելի շատ էներգիա են ծախսում, ճարպը արագ վերածվում է ուժի եւ չի կուտակվում։ Հաջորդը ծանր ֆիզիկական աշխատանք կամ բացօթյա աշխատանք ցրտին։ Մինչև 50 գրամ, այս դեպքում ճարպը կօգնի երկար ժամանակ պահպանել մարմնի ջերմությունը։ Եվ շաբաթական կտրվածքով, եթե ամեն օր չեք ուտում, ապա շաբաթական 100-150 գրամ սալը համարվում է անվտանգ առավելագույն չափաբաժինը առողջ մարդու համար։ Ամենաօգտակար ժամը։ Սալը ամենալավը յուրացվում է առավոտյան ժամին, նախաճաշին կամ ճաշին, կեսօրին։ Երեկոյան ժամը 19:00-ից հետո սալ ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ քնած ժամանակ մարսողությունը դանդաղում է եւ ճարպը պարզապես կծանրաբեռնի ձեր ստամոքսը ամբողջ գիշերվա ընթացքում։ Շատերը վախենում են, թե սալից կգիրանան, սակայն սալը ունի մի զարմանալի հատկություն, այն ապահովում է երկարատև կշտացման զգացում։ Եթե առավոտյան ուտեք 20 գրամ սալ եւ սև հաց, դուք 4-5 ժամ ընդհանրապես քաղց չեք զգա։ Սա կանխում է օրվա ընթացքում վնասակար քաղցրավենիքների կամ արագ սննդի օգտագործումը, ինչն էլ հենց նիհարելու գաղտնիքներից է։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Եթե մեր աշխատանքը օգտակար էր, ապա հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը տեսանյութի վերաբերյալ, նաև նշեք, արդյոք սիրում եք խոզի սալ, թե ոչ, ներառում եք այն ձեր սննդակարգում։ Մեկնաբանությունների հատվածում առաջարկեք նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Առողջ եղեք մինչ նոր հանդիպում։